Իրանի հետ բանակցող իբրև թե դրական տեղաշարժեր արձանագրած Թրամփը Իսրայելի պաշտոնյաների հետ համատեղ արդեն երկրորդ անգամն է փետրվարի 28-ից հետո օդային հարվածներ հասցնում Իրանի Բուշեր ատոմակայանի տարածքին։ Հարվածը մարդկային կորուստ չի պատճառել, ատոմակայանը չի վնասվել, սակայն Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունից հայտնում են, որ ատոմակայանին հարվածելը կարող է վտանգավոր եւ անդառնալի հետևանքներ ունենալ տարածաշրջանի անվտանգության եւ կայունության, հատկապես Պարսից ծոցի երկրների համար։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է. ԱՄՆ-ի եւ Իսրայելի անհիմն ագրեսիան հարձակում է Իրանի եւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության համակարգի վրա։ Մինչև օրս տարածաշրջանում այս լայնածավալ ռազմական հակամարտությանը դադարեցման հեռանկար չկա։ Էրդողանը կառավարության նիստից հետո հայտարարել է, թե վերջին շաբաթները ցույց են տվել, որ Իսրայելի նախաձեռնած պատերազմի հետևանքները կրում է ամբողջ աշխարհը։ Սա Նեթանյահուի իշխանությունը պահելու պատերազմ է, սակայն դրա գինը վճարում է 8 միլիարդ մարդ։ Ֆրանսիայի նախագահն էլ մյուս կողմից իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքյանին կոչ է արել դադարեցնել հարձակումները տարածաշրջանային երկրների վրա։ Եվս մեկ անգամ ընդգծել եմ տարածաշրջանային երկրների վրա անընդունելի հարձակումները դադարեցնելու, էներգետիկ եւ քաղաքացիական ենթակառուցվածքների պահպանման եւ Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունը վերականգնելու բացարձակ անհրաժեշտությունը։ Իրանի իրական խոստում 4 գործողության 80-րդ ալիքի կադրերն են։ Ամերիկա-իսրայելական ռազմական ագրեսիային ի պատասխան իրանական ուժերը հրթիռակոծել են Քուվեյթում, Բահրեյնում, Հորդանանում եւ Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմաբազաներին։ Քուվեյթի օդանավակայանում հրդեհներ են բռնկվել։ Թել Ավիվում ինքնաթիռ է վթարային վայրէջք կատարել։ Իրանական անօդաչու թռչող սարքերը Բաղդադում ոչնչացրել են ամերիկյան բազայի ռադարը ուղղաթիռը։ Իրանը թևավոր հրթիռներով հարվածել է ամերիկյան Աբրահամ Լինքոլն ավիակրին։ Reuters-ը հայտնեց, թե Պենտագոնը մտադիր է ԱՄՆ բանակի էլիտար 82-րդ օդադեսանտային դիվիզիայի 3000-ի հասնող զինվորներ ուղարկել Մերձավոր Արևելք։ Կարող են լինել տեղական օպերացիաների փորձեր, որոնք գերեւի հույս ունեն, որ Իրանի ներսում ներքաղաքական ինչ-որ պրոցեսներ կա։ Մենք ուշադիր հետևում ենք տարածաշրջանում ԱՄՆ բոլոր տեղաշարժերին, հատկապես զորքերի տեղակայմանը։ Այնինչ ձախողել են գեներալները, զինվորները շտկել չեն կարող։ Փոխարենը նրանք Նեթանյահուի մոլորությունների զոհը կդառնան։ Մի փորձեք մեր հողը պաշտպանելու վերաբերյալ մեր վճռականությունը։ New York Times-ը հղումանելով անանուն պաշտոնյաներին գրում է, թե Վաշինգտոնը Թեհրանին է տրամադրել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու 15 կետանոց ծրագիր։ Թերթի տվյալներով Պակիստանն է միջնորդ հանդես եկել ամերիկյան ծրագիրն Իրանին փոխանցելու հարցում։ ԱՄՆ-ն մեկամսյա հրադադարի նպատակ ունի Իրանի դեմ պատերազմում։ Ըստ միջազգային մամուլի, ԱՄՆ-ն 15 կետանոց ծրագրով առաջարկում է Իրանին սահմանափակել հրթիռների արտադրությունը, դրանց հեռահարությունը եւ դրանք օգտագործել բացառապես ինքնապաշտպանության նպատակով։ ԱՄՆ-ն դրա դիմաց խոստանում է վերացնել բոլոր պատժամիջոցները, աջակցել քաղաքացիական միջուկային Բուշեր էլեկտրաէներգիայի արտադրության նախագծի զարգացման գործում։ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել է, թե ԱՄՆ-ի եւ Իրանի բանակցությունները կարող են տեղի ունենալ հանգստյան օրերին Իսլամաբադում։ The Telegraph-ն իր հերթին գրեց, որ Թեհրանը հրաժարվել է բանակցել ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների հետ, մեղադրելով նրանց դավաճանության մեջ։ Իրանը համարում է, որ ԱՄՆ-ի բանակցային առաջարկը կարող է ծուղակ լինել։ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև որևէ բանակցություն չկա, ինչպես որ չի եղել Իրանի դեմ անօրինական պատերազմի մեկնարկից ի վեր անցած բոլոր 25 օրերի ընթացքում։ ԱՄՆ-ի հետ բանակցությունների փորձը Իրանի համար աղետալի է։ Ինչքան այդ երկխոսությունը շարունակվի, այնքան դրան զուգահեռ հեժանալու է նաեւ իրավիճակը ռազմական առումով, որովհետեւ բնականաբար բոլորը կցանկանան այդ բանակցություններում ավելի շահեկան դիրքերում լինել։ Մինչև մեզ մոտ չլինի կամք, ոչինչ չի վերադառնա իր բնականon հուն։ Այդ կամքը կստեղծվի, երբ ձեր կեղտոտ մտքերից ամբողջությամբ ջնջվի Իրանի ժողովրդի դեմ գործելու գաղափարը։ Առաջին իսկ օրվանից մեր առաջին եւ վերջին խոսքը եղել է եւ կլինի հետեւյալը. մեզ նման մարդիկ երբեք չեն պայմանավորվի ձեզ նմանների հետ։ Ոչ հիմա, ոչ երբեք։ Կոնկրետ այս փուլում խայուն հանգուցալուծման հույս առանձնապես չունեն։ Իրանը լրջորեն սպասում է, որ ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամ պետությունները, մասնավորապես Չինաստանը եւ Ռուսաստանը, կկանխեն ԱՄՆ-ի կողմից հետագա չարաշահումները, վճռական դիրքորոշում կընդունեն, դատապարտելով ԱՄՆ-ի եւ Իսրայելի ագրեսիան ընդդեմ Իրանի։
Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։